Մեկամյա երեխայի ծեծի դեպքը ցնցել է ողջ հանրությանն, առաջացնելով ոչ միայն վիշտ, այլև խոր անհանգստություն եւ զայրույթ։ Սա հերթական ահազանգն է այն մասին, որ երեխաների պաշտպանության համակարգում շարունակում են գոյություն ունենալ լուրջ բացեր։ Երբ խոսքը վերաբերում է երեխայի կյանքին, որևէ ուշացում կամ թերացում անընդունելի է։ Հանրությունը սպասում է ոչ միայն արագ արձագանքի, այլև խորքային, անաչառ եւ ամբողջական քննության, բոլոր հանգամանքների բացահայտմամբ եւ պատասխանատուների պատասխանատվության ենթարկմամբ նաեւ։ Այս միջադեպը կրկին ընդգծում է ընտանիքում բռնության վաղ հայտնաբերումը, սոցիալական ծառայությունների արդյունավետ աշխատանքը եւ ռիսկերի կանխարգելման մեխանիզմները պետք է լինեն ոչ թե ձևական, այլ իրականում գործող համակարգ։ Այլապես յուրաքանչյուր նման դեպք վերածվում է ոչ միայն անհատական ողբերգության, այլև համակարգային ձախողման ապացույցի։ 1 տարեկան 2 ամսական երեխան կլինիկական մահ ախտորոշմամբ մարտի 16-ի գիշերը տեղափոխվել էր Արաբկիր բժշկական կենտրոն։ Բուժկենտրոնից փոխանցել էին, որ երեխան վերակենդանացման բաժնում է եւ բժիշկների հսկողության տակ։ 1 տարեկան երեխայի շուրջ բացահայտված այս գործը հերթական անգամ օրակարգ է բերում երեխաների պաշտպանության համակարգի արդյունավետության, պատասխանատու կառույցների զգոնության եւ ժամանակի արձագանքի հարցը։ Քննչական մարմիններից եւ բուժկենտրոնից մեծ փոխանցած տվյալները վկայում են, որ խոսքը վերաբերում է առանձնապես զգայուն եւ ծանր թեմայի, որի ընթացքում երեխայի կյանքի եւ առողջության պաշտպանության հրատապ անհրաժեշտություն կա։ Այսպիսի դեպքերում խնդիրը չի սահմանափակվում միայն կոնկրետ անձանց հնարավոր քրեական պատասխանատվությամբ։ Երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ են եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաև խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին եւս նաև իրավական գնահատական որպես այդպեսին կարողանանք տանք։ Լրատվամիջոցներին 21-ամյա կինը պատմել էր, որ փոքրիկին նախկին ամուսնու մոտ էր թողել, մինչ ինքը վարձով բնակարան պետք է գտներ։ Նրա խոսքից հասկանալի էր, որ նախկին ամուսնու տանը կա նաև այլ կին։ Ինձ ասում են երեխու մոտ հեմատոմա է, չգիտեմ, խփելուց։ Ուղղակի երեխուն տարել է, այնտեղ ավելի ապահովել է, ես չգիտեի։ Ինչ կարա լինի։ Փոքրիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն էր։ Թեև այս հանգամանքին կինը շարունակ լրատվամիջոցներին պնդում էր, որ չի հավատում, թե տեղի ունեցածը կնոջ ձեռքի գործն է։ Հա, անկեղծ չեմ տեսել երեխուն խփի, չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա կնոջ 4-րդ երեխան է։ Զույգ տղաներին ըստ համագյուղացիների մանկատուն են տարել, իսկ այդ գյուղում տատիկի խնամքին են մնացել 3-ամյա աղջնակը։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի բաժնում վարույթ էր նախաձեռնվել։ Մենք կապ հաստատեցինք նաև Արաբկիր բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Տիգրանուհի Հարությունյանի հետ, ով մեր հարցերին ի պատասխան հայտնեց հետևյալը։ Մարտի 16-ին Արաբկիր բժշկական համալիր ընդունված 1 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է։ Նա շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Հաղորդումն արդեն իսկ պատրաստ էր եթեր հեռարձակվելու, երբ մեր խմբագրությունը ստացավ ողբերգական լուրի վերաբերյալ տեղեկատվություն։ Արաբկիր բժշկական կենտրոնը տեղեկացրեց. Խորը ցավով տեղեկացնում ենք, որ 1 տարեկան 2 ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին կլինիկական մահ ախտորոշմամբ ընդունվել էր Արաբկիր բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում, եւ բժիշկները շարունակ պայքարում էին նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։
Ողբերգական այս լուրի մասին օրեր շարունակ հասարակությունը կխոսի, մեղավորներ փնտրելու գործընթացը վստահաբար կիրականացվի իրավապահ համակարգի կողմից։ Սակայն հույս ունենալ եւ վստահություն ունենալ, որ այսուհետ նմանատիպ դեպքերը պատշաճ կարգով կբացահայտվեն եւ կկանխարգելվեն, դժվար է ասել։ Հուսանք, որ սա կդառնա իրական ազդակ գործելու առավել արագ, առավել պրոֆեսիոնալ եւ բացահայտելու նման երեխաների խնդիրները։